Բարև ձեզ, ես Սյունեն եմ, ճարտարապետ դիզայներ, և սա իմ հեղինակային ծրագիրն է, ինտերիեր դիզայնի արվեստը։ Ուզում եք վերանորոգել ձեր բնակարանը, չգիտեք ինչից սկսել։ Այսուհետ հետևեք այս ծրագրին և ես կօգնեմ ձեզ իմ բազմամյա փորձից ելնելով։ Այսօրվա մեր թեման կհետաքրքրի տան օջախի ջերմության պահապաններին։ Բնակարանի ամենաջերմ և համ ու հոտ ունեցող տարածքը, խոհանոց։ Այսօր կխոսենք խոհանոցի մասին։ Եկեք քննարկենք, թե ինչպես կարելի է կազմակերպել այդ տարածքի հարմարավետությունը և էրգոնոմիկան։ Բաց թե փակ խոհանոց, որ տարբերակն է հարմար հենց ձեզ համար։ Խոհանոցը այն վայրն է, որը շատ բան է բացահայտում բնակարանի տիրոջ կենսակերպի մասին։ Այսօրվա իրականության մեջ գոյություն ունի երկու տիպի խոհանոց։ Առաջին տեսակը դա փակ հատակագծային լուծում ունեցող խոհանոցն է, որը ինքնուրույն սենյակ է մեկուսացված հյուրերից։ Խոհանոցը որպես առանձին դիտարկվող սենյակ կարող է լինել 10-ից 15 քառակուսի մետր։ Խոսքը գնում է միջինացված բնակարանի մասին։ Երկրորդ տարբերակը դա բաց հատակագծային լուծում ունեցող խոհանոցն է, որը կազմում է հյուրասենյակի կամ ճաշասենյակի մի մասը, որը կարող է լինել մոտավորապես 28-ից 30 քառակուսի մետր։ Մինչև բաց և փակ խոհանոցի դրական և բացասական կողմերի մասին խոսելը, արժե հիշել մի քանի հիմնական կանոն, որոնք պետք է պահպանել այս տարածքը կազմակերպելիս։ Խոհանոցի հիմնական գաղափարը դա աշխատանքային եռանկյունն է։ Իսկ թե ինչ է ներկայացնում իրենից այդ եռանկյունը, կխոսեմ առանձին ծրագրում։ Եկեք քննարկենք փակ հատակագծային լուծում ունեցող խոհանոցը։ Խոհանոցի այս տեսակը համարվում է ավանդական։ Առանձին սենյակում տեղակայված խոհանոցի առավելությունը մեկուսացումն է, որը ունի իր ուրույն լուսավորության աղբյուրը և օդափոխվելու հնարավորություն։ Խոհանոցը դա ակտիվ աշխատանքային գոտի է, որտեղ տեղի է ունենում եփել-թափելու գործընթացը։ Խոհանոցում աշխատողի համար պետք է ստեղծել հարմարավետ և էրգոնոմիկ միջավայր։ Աշխատանքի ընթացքում ստեղծվում է որոշակի թափթփված իրավիճակ։ Դա այնքան էլ էսթետիկ չէ և աչքի համար հաճելի չի։ Փակ հատակագծային լուծում ունեցող խոհանոցը թույլ է տալիս զերծ մնալ ավելորդ տհաճ հոտերից և վիզուալ ոչ հաճելի տեսարանից։ Անհրաժեշտ է նշել նաև ոչ հաճելի աղմուկը։ Օրինակ, խոհանոցը հագեցած է բազմաթիվ էլեկտրական սարքերով, որոնք աշխատանքի ժամանակ աղմուկ են անում և խանգարում են մնացած բնակիչներին։ Մեկուսացած խոհանոցի բացասական կողմերից մեկը հնարավոր է այն է, որ այն պահանջում է առանձին տարածք և պատուհան։ Այժմ քննարկենք բաց հատակագծային լուծում ունեցող խոհանոցը։ Այս գաղափարը առաջին անգամ ի հայտ է եկել 20-րդ դարի կեսերին։ Գաղափարի հեղինակներից մեկը ազդեցիկ ճարտարապետ Ֆրանկ Լոյդ Ռայթն էր։ Գաղափարի հիմքում ընկած էր անկաշկանդ շփումը և հարմարավետությունը։ Տանտիկինը աշխատելու ընթացքում հնարավորություն է ստանում շփվել, նաև մասնակցել տանը կատարվող այլ իրադարձություններին։ Բաց խոհանոցը պահանջում է ավելի շատ խնամք և լարվածություն։ Խոհանոցում չլվացված ամանները, օգտագործված պարագաները հեշտությամբ ստեղծում են վիզուալ աղմուկ։ Չմոռանանք նաև տհաճ հոտերի և ձայների մասին։ Օրինակ օդակլանիչի և թեյնիկի ձայնը։ Նման խոհանոցի օդակլանիչը պետք է կատարյալ լինի, որպեսզի ապահովի ամբողջ տարածքի օդի թարմությունը։ Հիշեցում, որ շատ ժամանակ խոհանոցի և հյուրասենյակի լուսավորությունը ընդհանուր է լինում։ Բաց խոհանոցի ինտերիերը կազմակերպելիս պետք է հիշել, որ այն կազմում է հյուրասենյակի կամ ճաշասենյակի մի մասը։ Երեսապատման նյութերը, տեքստուրան և գույնը ընտրելիս պետք է հաշվի առնել հյուրասենյակի կամ ճաշասենյակի ինտերիերը։ Այո, շատ ժամանակ մենք ընտրում ենք այս տարբերակը, որովհետև չունենք ավելորդ մակերես։ Հարց է առաջանում, իսկ մեծ բնակարաններում ինչու են անում խոհանոցը կից ճաշասենյակին կամ հյուրասենյակին։ Հաճախ նման տներում կամ բնակարաններում կա առանձին կից խոհանոց, որտեղ և կատարվում է պատրաստման հիմնական պրոցեսը։
Հյուրասենյակին կից խոհանոցը այս դեպքում ծառայում է որպես բուֆետ, արագ մի բան պատրաստելու եւ հեշտ մատուցելու համար։ Նման խոհանոցը հիմնականում հյուրասենյակից առանձնացնում է առանձին կանգնած կղզյակը, որը կարող է ծառայել նաեւ որպես նախաճաշի սեղան։ Այս կամ այն խոհանոցի ընտրությունը կախված է մեր ունեցած տարածքից եւ իհարկե բնակիչների ապրելակերպից։ Եղեք տեղեկացված, ապրեք գեղեցիկ եւ հարմարավետ միջավայրում։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։